խուլ մասունքները։ Ազատ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ եւ այսպես մեկնարկել է զորահանդեսը զգա ձախից դիմավորելու համար ողջունիչ Զինվորական նվագախմբի երաժշտական ուղեկցմամբ դեմ առ դեմ շարժվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ զորահանդեսի հրամանատար Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի մեքենաները։ Պարոն նախարար, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են։ Զորահանդեսի հրամանատար Գեներալ լեյտենանտ Ասրյան։ Այս պահին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու զորահանդեսի հրամանատար գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մոտենում են 14 զորախմբերին ողջունելու եւ շնորհավորելու Հանրապետության օրվա առթիվ։ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմին ողջույն։ Ողջույն պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին ողջույն։ Ողջույն պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին ողջույն։ Ողջույն պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հատուկ նշանակության ուժերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ուժերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ
փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Տարածքային պաշտպանության զորքերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ռազմական ոստիկանության զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հինգերորդ բանակային զորամիավորման զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երրորդ բանակային զորամիավորման զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդ բանակային զորամիավորման զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հատուկ բանակային զորամիավորման զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության զորքերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության բանակի կին զինծառայողներին
Ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այսպես մեկ առ մեկ բոլոր զորախմբերին ողջունելուց եւ շնորհավորելուց հետո Պաշտպանության նախարարի մեքենան շարժվում է դեպի կենտրոնական տրիբունա, որտեղ կհնչի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զեկույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետ, զորահանդեսի մասնակից զորքերը, սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան շարանցմանը պատրաստ են։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Ազատ։ Ազատ։ Այժմ ելույթով հանդես կգա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ